Վերջին տարիներին Հայաստանի զենքի հիմնական մատակարար դարձած Հնդկաստանը Պակիստանի դեմ մարտադաշտում կիրառել է գլխավորապես այն մարտատեսակները, որոնք վաճառում է Հայաստանին։ Կարևորագույն ռազմավարական զարգացման շրջանակում Հայաստանն ավարտում է Հնդկաստանի հետ ՀԱԼ ընկերության թողարկած Su-30 MK-ի բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման շուրջ պատմական գործարքը, գրում է Indian Defense News կայքը։ Ներկապահին բանակցությունների փուլում գտնվող համաձայնագիրը դիտվում է իբրև ռազմավարական պատասխան Ադրբեջանի կողմից վերջերս Պակիստանում արտադրված 40 միավոր JF-17C բլոկ 3 կործանիչներ գնելուն։ Այդ գործարքը խորացնում է հնդկա-հայաստանյան պաշտպանական համագործակցությունը, որը հաջորդում է վերջին տարիներին կնքված բազմաթիվ զենքի պայմանագրերին, դրանց թվում պինակահրթիռային համակարգերին, Սվաթի հակամարտկոցային ռադարներին եւ առաջադեմ հակատանկային զինամթերքին, գրում է պորտալը։ Նշվում է, որ Su-30 MK-ի կործանիչների ներդրումը զգալիորեն կբարձրացնի տեխնոլոգիապես արդիականացված JF-17 ինքնաթիռների նավատորմի դեմ Հայաստանի զսպման եւ հեռահար օդային մարտական հնարավորությունները։ Հնդկաստանի համար սա պարտպանության արտահանման ոլորտում խոշոր առաջընթաց է, որն ընդգծում է Hindustan Aeronautics Limited-ի աճող համաշխարհային ներկայությունը։ Su-30 MK-ի հարթակը, որը երկար ժամանակ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հիմքն էր, հայտնի է իր AL-31FP կրկնակի շարժիչներով, առաջադեմ ռադարային համալիրով եւ հնդկական ու ռուսական արտադրության ռազմամթերքը ինտեգրելու հնարավորությամբ։ Գործարքը, որի արժեքը ենթադրաբար կկազմի 2.5-ից 3 միլիարդ դոլար, սկզբնական փուլում հավանաբար կներառի 8-ից 12 Su-30 MK-ի ինքնաթիռների մատակարարում, նաև դրանց առնչվող վարժանքներ, ցամաքային աջակցություն եւ սպառազինության անհատական ինտեգրում։ Մատակարարումները նախատեսվում է սկսել 2027 թվականի վերջին, իսկ վերջնական հանձնումը 2029 թվականին ՀԱԼ-ի Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար արտադրության ներկայիս պարտավորություններին համահունչ։ Այս ձեռքբերումը դարձավ 2020 թվականից ի վեր հնդկա-հայաստանյան պաշտպանական պայմանագրերի, դրանց թվում պինակա բազմափողանի հրթիռային կայանքների, Սվաթի զենքի հայտնաբերման ռադարների եւ հակատանկային կառավարվող հրթիռների ձեռքբերման վերաբերյալ կնքված շարքի շարունակություն։ Սա նշանակում է, որ Երևանը շարունակում է կենտրոնանալ հնդկական պաշտպանական տեխնոլոգիաների վրա։ Su-30 MK-ի հայկական տարբերակը, ինչպես սպասվում է, կհագեցվի հնդկական արդիականացված համակարգերով, մասնավորապես 8 ISR ռադարով, Astra MK1 եւ MK2 հեռահար հրթիռներով, ինչպես նաեւ DRDO ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրով։ Այս կատարելագործումները չինական KLJ-7A ռադարի եւ JF-17C-ի վրա տեղադրված PL-15 հրթիռային համակարգերի համեմատ ինքնաթիռին իրավիճակի նկատմամբ գերազանց իրազեկվածություն եւ մարտական դիմացկունություն կապահովեն։ Հնդկաստանի համար այս համաձայնագիրը կդառնա իր պաշտպանական արտահանման պատմության մեջ խոշորագույններից մեկը եւ կամրապնդի ՀԱԼ-ի հեղինակությունը որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչների արտադրող։ Այն միաժամանակ ամրապնդում է Հնդկաստանի ռազմավարական ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում, դիրքավորելով Նյու Դելհին իբրև հուսալի անվտանգության գործընկեր Թուրքիայի, Պակիստանի եւ Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխության պայմաններում։ Առաջարկվող հայկական տարբերակը, ինչպես սպասվում է, կհագեցվի հնդկական համակարգերով, մասնավորապես 8 ISR ռադարով, Astra հեռահար հրթիռներով եւ նոր սերնդի ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներով։ Նման կոնֆիգուրացիան կարող է հայկական Su-30 MK-ին ինքնաթիռի մինչ օրս ամենաառաջադեմ արտահանման տարբերակներից մեկը դարձնել։ Ռազմավարական առումով այս ձեռքբերումն ընդգծում է Երևանի կողմնորոշումը Նյու Դելհիի ուղղությամբ իբրև հիմնական պաշտպանական գործընկեր Բաքվի եւ Անկարայի հետ շարունակվող լարվածության պայմաններում։ Ինչ վերաբերում է Հնդկաստանին, այն ամրապնդում է իր կարգավիճակը որպես հուսալի զենքի մատակարար Եվրասիական տարածաշրջանում եւ ամրապնդում է իր աշխարհաքաղաքական դիրքը ռազմական գործողությունների թատերաբեմում, որն ավանդաբար Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության տակ է, գրում է ռեսուրսը։ Հայաստանը ոչ միայն պետք է ձգտի հնդկական զենքի գլխավոր սպառողը դառնալուն, այլև պետք է մտածի համատեղ արտադրություն ունենալու մասին, կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Մենք պետք է դիտարկենք, որ պետք է լինենք ոչ միայն ռազմական տեխնիկայի սպառողը, այլև դիտարկենք համատեղ արտադրությունը Հայաստանում։ Եթե մենք կարողանանք այս հարցը լուծել, Հնդկաստանի հետ հարաբերություններն ավելի կխորանան, եւ մենք կլուծենք այն հարցը, որ Հայաստանում կա այլ պետության այլ չափորոշիչներով զենք զինամթերք։ Հիմա մենք այն ներմուծում ենք եւ համադրության հարցում կարող ենք խնդիր ունենալ։
Հնդկաստանը զենք էր ներկրում Ռուսաստանից եւ փորձագետները կարծում են, որ այս հանգամանքը որոշակիորեն լուծում է հնդկական զինտեխնիկան մեր երկրում սինխրոնիզացնելու համադրելու մտավախությունները։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։